Այդ ձևաչափից պետք է հրաժարվել եւ խորհրդարանի ընտրության անունը դնել այդպես մեծ բանավեճ ենք կազմակերպում, որպեսզի ընտրողը կողմնորոշվի։ Տեղեկություններ տարածվեցին, որ ձերբակալվել է Արմեն Աշոտյանը, նախկին ՀԿ-ական, ուրեմն Արման Սահակյանը կալանավորվել է ընդհուպ եւ մի շարք այլ մարդկանց անուններ էին այստեղ շոշափվում։ Իհարկե ինքնավստահ իշխանությունը չի դիմի նման գործելավոճի, սա անկասկած եւ նույնիսկ քննարկելի չէ։ Գուցե կարող ենք դիտարկել, որ նա այս քայլերով փորձում է դեմոտիվացնել հանրությանը այն տեսանկյունից, որ մարդիկ համարեն դե իշխանության դեմ որպես կանոն խաղ չկա եւ հետեւաբար իմաստ էլ չկա գնալ քվեարկության։ Ողջունում եմ հարգելի հեռուստադիտողներ, այսօր Եվրամեդիա 24-ի տաղավարում հյուրընկալել եմ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին, պարոն Բադալյան, ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նախ հրավերս ընդունելու համար։ Այսօր վերջին օրն է քարոզարշավի, բայց թերևս սկսենք երեկվա բուռն բանավեճից։ Նախ ձեր տպավորություններն են ինձ հետաքրքիր եւ երբ գործող իշխանության ղեկավարը բանավեճի ժամանակ հաճախ անցնում էր այդ հուզական տարածքը, ինչ տպավորություններ էր ձևավորվում ձեզ մոտ։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը այս մասով։ Շնորհակալություն իհարկե հրավերի եւ հնարավորության համար։ Բանավեճից սպասումներն առանձնապես մեծ չէին, հաշվի առնելով թե քարոզարշավի ընթացքը եւ այդ ընթացքում հատկապես գործող իշխանության վարքագիծը եւ թե նաեւ ինքնին ձևաչափը, որովհետեւ 18 մարդու մասնակցությամբ չի կարող ստացվել բանավեճ։ Ամենատարրական բանը, երբ մարդը որևէ միտք է արտահայտում որևէ թեմայի շրջանակում, ընդամենը 15-20 վայրկյան անց մոդերատորները նրան ասում են, որ բավական է ժամանակ թողնենք մյուսները եւս արտահայտվեն եւ այլն։ Եվ սա ստեղծում է կծկտուր խոսակցության տպավորություն։ Իսկ ում է ձեռնտու կծկտուր խոսակցությունը, նա ով հիմնականում առաջնորդվում է հենց էմոցիոնալ, ոչ փաստարկային, ինչ որ դեկլարատիվ շեշտադրումներով, մենք տեսնում ենք եւ ամբողջ քարոզարշավի ընթացքում ենք տեսել, որ այդ հանգամանքների վրա խաղադրույք կատարել է գործող իշխանությունը։ Եվ ստացվում է, որ ձևաչափ այդ կծկտուր տրամաբանությունը նպաստում է հենց գործող իշխանությանը ստանալ ավելի շուտ էմոցիոնալ ֆոն, ստանալ ավելի շուտ աղմկոտ ֆոն, որովհետև կրկնեմ անգամ, եթե մասնակիցները մտադրություն չունենան աղմուկի, 18 հոգանոց շրջանակում 1-2-ի որոշակիորեն նախաձեռնողական վարքագիծը այդ աղմուկ ստանալու իմաստով ամբողջապես ապահովելու է հենց այդ հաշվարկի արդարացումը։ Ըստ այդմ ես կարծում եմ, որ այդ ձևաչափից պետք է հրաժարվել եւ խորհրդարանի ընտրության անունը դնել այդպես մեծ բանավեճ ենք կազմակերպում, որպեսզի ընտրողը կողմնորոշվի, սա կարծում եմ ավելի շուտ ինքնախաբեություն է։ Ինչ վերաբերում է այդ էմոցիոնալ ասպեկտներին, հատկապես մենք տեսնում ենք դրա կատարումը գործող վարչապետի մասնակցությամբ եւ ամենատարբեր քարոզարշավների ընթացքում եւս դրանից կանդրադառնանք, վարքագիծեր ամբողջ քարոզարշավի ընթացքում ես առիթ ունեցել եմ ասելու, որ սա միանգամայն գիտակցված էմոցիոնալ պորտքումների դրսևորում է, որովհետև Փաշինյանը շատ լավ պատկերացնում եւ հասկանում է, որ իր էլեկտորատը սպառում է հենց այդ վարքագիծը։ Իրեն, այսպես ասենք, ընտրում են հենց դրա համար եւ սա մեծագույն խնդիրներից մեկն է։ Եթե մեր հասարակության մեջ գոյություն ունի շերտ եւ ընդ որում ելնելով քաղաքական հաշվարկներից առնվազն որոշակի իմաստով որոշիչ դերակատար շերտ, որը սպառում է մինչև այսօր սպառում է, չգիտեմ, սրան նստացնելու եմ, նրան կզացնելու եմ, ասֆալտին եմ փռելու եւ այլն։ Սպառում է այս չափանիշները, սա արդեն ոչ թե քաղաքական, քաղաքական խնդիր է մեզ համար, այլ ընդհանուր քաղաքակրթական։ Եվ ես կարծում եմ, որ սրա ուղղությամբ պետք է աշխատել, սրա մտահոգիչ հանգամանքների մասին պետք է խոսել եւ իհարկե հասարակության մնացյալ շերտը պետք է այս ամենի հանդեպ չլինի անտարբեր եւ օրինակ առաջիկա հունիսի 7-ի քվեարկությանը պետք է փորձի հենց հակազդել այս մեծ հաշվով ապա քաղաքակրթական ելակետերին եւ չափանիշներին, թույլ չտա, որպեսզի երկրում իրավիճակը կանխորոշվի այդ շերտի քվեարկությամբ։ Պարոն Բադալյան, տեսնում ենք առավոտից ամենատարբեր ռեպրեսիաներն են ուրեմն իրականացվում տարբեր հասարակական քաղաքական գործիչների նկատմամբ, օրինակ տեղեկություններ տարածվեցին, որ ձերբակալվել է Արմեն Աշոտյանը, նախկին ՀԿ-ական, ուրեմն Արման Սահակյանը կալանավորվել է ընդհուպ եւ մի շարք այլ մարդկանց անուններ էին այստեղ շոշափվում։ Ինչի մասին է խոսում այս ամենը։ Միթե Փաշինյանը արդեն զգում է մոտալուտ վտանգի մասին եւ ժողովրդի մեջ տարածված է մի խոսք, որ
որ ամենաբարձրը գոռում է այն մարդը, որը մոտադուլուտ վտանգը իսկապես զգում է։ Արդյոք Փաշինյանը իսկապես զգում է այս վտանգները, որ հունիսի 7-ին քաղաքացին իրեն քվե չի տա եւ ապագայում նա վարչապետի աթոռը եւս մեկ անգամ չի զբաղեցնի։ Իմ գնահատմամբ այս երևույթը բավականին բարդ կառուցվածքով երևույթ է, որքան էլ թվա շատ ավելի պարզ։ Իհարկե ինքնավստահ իշխանությունը չի դիմի նման գործելավոճի, սա անկասկած եւ նույնիսկ քննարկելի էլ չէ։ Այսինքն վտանգները զգում են նա։ Դե զգում են, որ իրենց իշխանությունը պահելու հնարավորությունը մեղմ ասած սուղ է եւ իսկապես այս ընտրական process-ը նվազագույնը ամենաանկանխատեսելին է, եթե չասենք, որ բավական կանխատեսելի է, որ Նիկոլ Փաշինյանը չի վայելում եւ ի վիճակի չէ հավաքել հասարակության առնվազն 51%-ը, որպեսզի ձևավորի միանձնյա կառավարություն եւ այլն, եթե չասեմ էլ այն մասին, որ ինքը ինչ որ սահմանադրական մեծամասնության նշաձողեր է դնում։ Եվ Փաշինյանի միակ, այսպես ասենք, շանսը կարող է լինել խիստ ցածր մասնակցությունը։ Եվ գուցե կարող ենք դիտարկել, որ նա այս քայլերով փորձում է դեմոտիվացնել հանրությանը այն տեսանկյունից, որ մարդիկ համարեն դե իշխանության դեմ որպես կանոն խաղ չկա, եւ հետեւաբար իմաստ էլ չկա գնալ քվեարկության, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ընդհուպ ահա այսպիսի գնով ձերբակալություններ, հետապնդումներ եւ այլն պահել իշխանությունը։ Մյուս կողմից սակայն սա կարող է լինել հենց, ինչպես նշեցի, իսկապես ընդհուպ քաղաքակրթական կոդերով առաջնորդվող քաղաքացիների համար մոտիվացնող հանգամանք, որի վերջո թույլ չտրվի, որպեսզի երկրում իշխանությունը շարունակի ձևավորվել այս մեթոդաբանությամբ եւ այս վարքագծով։ Եվ այստեղ բնականաբար կառաջանա արդեն հարց, իսկ միթե Փաշինյանը անում է գործողություններ, որը կարող է մոտիվացնել քաղաքացիներին, այդ դեպքում ինչու է անում։ Սա վկայում է հենց բարդ վիճակի մասին, երբ Նիկոլ Փաշինյանը իսկապես չունի խաղ ոչ միայն արտաքին դաշտում, եւ մենք տեսնում ենք, թե ինչ պրիմիտիվ կառուցվածքով է արտաքին քաղաքականության խաղը։ Այլև սպառվել է ներքին շրջանում։ Այլ նաեւ ներքին առումով, այսինքն նա մի վիճակում է հայտնվել եւ թերևս այստեղ կիրառելի է ցուկցվանք ձևակերպումը շախմատային տերմինը, բայց ոչ միայն ժամանակի խնդիրն է, ոչ միայն քայլերի այսպես բացակայության խնդիրն է, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը ինչ քայլ կատարի, այդ քայլը լինելու է ծայրահեղության տրամաբանության մեջ։ Եվ սա բնականաբար վկայում է, որ Հայաստանը, եթե պահպանում է այսօրվա քաղաքական ստատուս քվոն եւ իշխանությունը պահպանում է իր դիրքը, շարունակելու է խորանալ ծայրահեղությունների դիմակայության ռեժիմում։ Ես կարծում եմ ավելորդ է ներկայացնել, թե այդ ռեժիմը ինչ ծանր հետևանքների կարող է բերել Հայաստանը եւ արտաքին եւ ներքին օրակարգերի մասով։ Այ ամենատարբեր աղբյուրներից, օղակներից լսում ենք, որ մարդկանց կոչ են անում գնալ ընտրատեղամաս եւ իրենց ձայնը տալ, եւ կապ չունի ընդդիմադիր քաղաքական գործիչներին, թե իշխանականներին։ Այ խիստ ցածր մասնակցության մասին խոսեցիք։ Կանխատեսում եք, որ մարդիկ այս անգամ կգնան եւ իրենց ձայնը կբարձրացնեն քվեախցիկում եւ ցույց կտան, որ այո, մենք այլևս դեմ կամ կողմ ենք գործող իշխանությանը, կամ առհասարակ մարդիկ կգնան տեղամասեր եւ իրենց ուրեմն ինչպես նշեցի ձայնը կբարձրացնեն, հա։ Ես այս հարցում չեմ ուզում կանխատեսել, ես այս հարցում ուզում եմ ակնկալել, որ Հայաստանի քաղաքացին պատասխանատվություն կստանձնի Հայաստանի հետագա ճակատագրի համար եւ հեռանկարի համար։ Տեսնելով ինչ է տեղի ունեցել մինչև հիմա։ Ես անկեղծ ասեմ, չեմ կարող ասել հիասթափված են կամ որքանն են հիասթափված։ Որովհետև նախորդ ընտրություններին բավականին քիչ տոկոսով հա գնացին եւ մասնակցեցին։ Բայց հետեւյալն է, եթե որևէ մեկ օրինակ հիասթափված է, որովհետև չի տեսել իր երազանքի իշխանություն կամ իր երազանքի քաղաքական ուժը, որը կձևավորի իշխանություն, պետք է հասկանալ, որ այդ հիասթափությունը նշանակում է Հայաստանը մատնել այդպես հենց նույն հիասթափության, այսինքն եթե այդ վերաբերմունքի հիմքում ինչ որ վերաբերմունք է որևէ քաղաքական ուժի նկատմամբ, պետք է հասկանալ, որ դա վերաբերմունք է Հայաստանի նկատմամբ, որովհետև միևնույն է Հայաստանում իշխանության հարց լուծվելու է, եւ եթե քաղաքացիները չեն լուծում այդ հարցը, համարելով, որ դեռևս չկա իրենց քիմքին բավարարող առաջարկ, սա նշանակում է, որ Հայաստանի իշխանության հարցը կլուծեն այլք, ովքեր այստեղ կարող ենք երևակայել, բայց եթե դա լուծողը Հայաստանի քաղաքացին չէ, Հայաստանին չի կարող այսպես
լինել դրական եւ լավ հեռանկար։ Հայաստանը չի կարող լինել պետություն սուբյեկտ, եթե իշխանության հարցը լուծողը քաղաքացին չէ։ Հետևաբար պետք է այս ընտրական process-ում դուրս գալ այդ քիմքով առաջնորդվելու տրամաբանությունից։ Ընտրությունը լավի կամ վատի միջև չէ, ընտրությունը իդեալի կամ չգիտեմ հակառակի միջև չէ։ Ընտրությունը այսօր շատ ավելի պարզ տրամաբանություն ունի։ Դադարեցնել այսօր վարվող քաղաքականությունը, որը Հայաստանը ներքին առումով գցում է ծայրահեղությունների մեջ, արտաքին դաշտում մենք վաղուց տեսնում ենք ծայրահեղությունների խաղը, թեպետ ներքին դաշտում էլ վաղուց է ծայրահեղությունների վրա արվող խաղադրույքը։ Եվ Հայաստանը այդպիսով դարձնում է Ադրբեջանը հպատակ քաղաքականություն ձևավորող եւ վարող պետություն։ Հիմա Հայաստանի քաղաքացին պետք է քվեարկությամբ դադարեցնի այս process-ը, ընտրելով այդ process-ը դադարեցնելու ամենաօպտիմալ հնարավորությունը եւ քաղաքական ընդդիմությանը անկախ դրա հանդեպ վերաբերմունքից պետք է մոտենալ հենց այդ տրամաբանությամբ։ Երբ օրինակ ասում ենք, որ պետք է ընդդիմությանը ձայն տալ, որպեսզի փոխվի իշխանություն, ամենևին չենք ասում, որ դա այն իդեալական ընդդիմությունն է, որին պետք է գնալ ձայն տալ։ Պետք է մոտենալ որպես այս քաղաքականությունը դադարեցնելու միջոցի եւ այդպես քվեարկել։ Հետո արդեն կլինեն խնդիրներ, հասարակությունը նույն տրամաբանությամբ կարող է պայքարել այդ խնդիրների համար, բայց հիմա պետք է դադարեցնել Հայաստանը ծայրահեղությունների մեջ գցած եւ այդպիսով ադրբեջանական քաղաքական նարատիվների ցանցը գցած քաղաքականությունը։ Այս պարզ խնդիրն է։ Եթե որևէ մեկը իսկապես այս տարիների ընթացքում, վերջին 3-4 տարիների ընթացքում չի տեսել այս ամենը եւ չի կարողացել գնահատել, սա իսկապես լրջագույն հարց է։ Պարոն Բադալյան, տեսեք, խոսեցինք վարչապետի կողմից կիրառվող բառապաշարի բառամթերքի մասին։ Ինչ է կարծում, սա քաղաքական տեխնոլոգիա էր, թե Փաշինյանն իր ձեռքից այդ վերահսկողությունը բաց էր թողել եւ այլևս նա չէր կարողանում տիրապետել իր էմոցիաներին եւ խոսում էր այն բառամթերքով, որով որ օրինակ խոսեր իր նախարարների հետ։ Ես նշեցի, որ այս էմոցիոնալ շեշտադրումները ես համարում եմ միանգամայն մտածված վարքագիծ։ Փաշինյանը հունից դուրս չի գալիս ակամա։ Փաշինյանը շատ լավ հաշվարկում է, թե որտեղ դուրս գա հունից եւ ինչ շեշտադրումներով։ Եվ ում նկատմամբ ցույց։ Եվ իհարկե ում նկատմամբ։ Իր էմոցիաները։ Եվ այս տեսանկյունից ինչու է դա անում, այո, իրավիճակը վերահսկելու համար, բայց իրավիճակը վերահսկելու սեփական էլեկտորատի շրջանակում առավելագույնս մոբիլիզացնել էլեկտորատին եւ միևնույն ժամանակ նաեւ իշխանության ներսում, որովհետեւ եթե չլինի այդ Փաշինյանը, նրան առաջին հերթին սկսելու են կասկածել հենց իշխանության ներսում, թե ինչու Փաշինյանը իր նման չէ, եթե այսպես ասեմ, որովհետեւ նա հենց այն Փաշինյանն է, որին վարժեցրել է թե իր էլեկտորատին եւ թե նաեւ իշխանության այդ ամբողջ համակարգին, որ ինքը ձևավորել է։ Հետևաբար, եթե հանկարծ ինքը փոխվում է եւ այլ վարքագիծ է դրսեւորում, սա առաջացնելու է մեծ կասկածներ հենց իշխանության ներսում, իսկ դա բերելու է իշխանական այդ համակարգի վարքագծի անկանխատեսելիության։ Հիմա ինչ պլաններ ունի Փաշինյանը այս ընտրական process-ի վերաբերյալ, սա իմ համար առնվազն այդպես միարժեք հարց չէ։ Այո, նա ձգտում է պահել իշխանությունը, բայց ես բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ նա լավագույնս պատկերացնում է, թե ինչ ծուղակի մեջ է հայտնվել իր քաղաքական սխալների պատճառով նաև կամա թե ակամա, սա դնում ենք մի կողմ։ Եվ հիմա Փաշինյանը ամենից լավ գիտե, որ պետք է դուրս գալ այդ ծուղակից եւ ես կարծում եմ, եթե առաջնորդվենք նրա ողջախոհության կանխավարկածով, իսկ ես այդուհանդերձ կարծում եմ, որ նա ողջախոհությամբ է կառուցում իր քայլերը եւ հաշվարկով, ես կարծում եմ նա առնվազն պետք է դիտարկի նաև իշխանությունից հեռանալու ճանապարհ թողնելու տարբերակը։ Բայց ամբողջ հարցն այն է, որ եթե այս տարբերակի անգամ հոտը զգաց նրա իշխանական շրջանակը, ինչ նա կհասցնի հեռանալ, օգտագործել ընտրությունը իշխանությունից հեռանալու համար, նրան կհեռացնեն խորտակվող նավի օրինակը կարող ենք վերել եւ շատ բարդ է ասել, թե ինչ ճանապարհով կարող են հեռացնել։ Իշխանություն համակարգը շատ բարդ եւ շատ անկանխատեսելի համակարգ է։ Եվ այս պարագայում Փաշինյանը իհարկե անկախ ամեն ինչից պետք է որևէ այսպես խորթության զգացում թույլ չտա առաջին հերթին հենց իր կառավարած, իր առաջնորդած համակարգի մոտ։ Սա է գլխավոր խնդիրը, թե ինչու է նա հենց այսպես պորտկուն ձևով
ներկայանում որպես ուղն ու ծուծով այն Փաշինյանը, որին ճանաչում է նրա կառավարած համակարգը։ Պարոն Բադալյան, ամբողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հանդես էր գալիս ամենատարբեր սիրո խոստովանություններով, անընդհատ գոռալով ասում էր, որ սիրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ։ Բայց արդյոք այս էմոցիաները, այս գոռալով սիրո խոստովանությունները իսկապես սիրո դրսևորում է։ Ես չեմ կարծում, որ որևէ իշխանության այսպես բարձրագույն ներկայացուցիչ սիրում է ընտրազանգվածին։ Եվ այս հայտարարությունները իհարկե, ինչպես ասում են, ժանրի կանոնն են, եւ առաջին հերթին նշեմ, որ Փաշինյանը ոչ թե սիրում է ընտրազանգվածին, այլ վախենում է թե ընտրազանգվածից, բայց ինչպես նշեցի, առավել քան վախենում է այն համակարգից, որը հիմա ինքը գլխավորում է, վախենում է այդ համակարգի հանկարծ այսպես խորթության նշաններ կամ նշույլներ զգալուց, որովհետև պատկերացնում է, թե ինչի ունակ կարող է լինել այդ համակարգը, եթե զգա, որ Փաշինյանը կարծես թե իրենց ճանաչած Փաշինյանը չէ։ Շատ լավ, անդրադառնանք առհասարակ այն քարոզարշավին, որը տեղի ունեցավ, Ես ներողություն եմ խնդրում, այստեղ մի բան ավելացնեմ այդ տեսանկյունից։ Եվ այն վարքագիծը, որ հիմա դրսևորում է Նիկոլ Փաշինյանը, այդ պորտքումները նստացնելու եմ, ունե զրկելու եմ, տունը խլելու եմ, չգիտեմ ինչ եմ անելու, կապ չունի թե ում մասն է խոսում։ Դա առաջին հերթին պետք է մտահոգի հենց այն համակարգին, որը իր անվտանգությունը եւ իր, այսպես ասած, ապագան կապում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ սա ամենևին հեգնանքով կամ սարկազմով չէ, որ ասում եմ։ Նրա այն վարքագիծը, որ հիմա դրսևորում է կամ դրսևորեց քարոզարշավի ընթացքում, առաջին հերթին պետք է մտահոգի հենց իր գլխավորած համակարգին։ Առհասարակ քարոզարշավի ընթացքում չդիտարկենք միայն Փաշինյանին, դիտարկենք նաև մնացած բոլոր քաղաքական ուժերին։ Այս քարոզարշավի ընթացքում ձեզ մոտ տպավորություն ստեղծվեց, որ սա գաղափար, այսինքն քաղաքական ուժերը ցանկանում են իրենց գաղափարները տարածել քաղաքացիների շրջանակում, թե սրանք այլ հռետորաբանություն էին իրենց մեջ պարունակում։ Ոչ, չստեղծվեց գաղափարական պայքարի տպավորություն, բայց սա գուցե առաջին անգամն է կամ գուցե ոչ առաջին անգամ, բայց այս դեպքում եւս կասեմ, որ Հայաստանը ամենևին գաղափարական պայքարի իրավիճակի առաջ չէ։ Դա շատ կարևոր է Հայաստանի համար, էգզիստենցիալ իմաստով եւ ստրատեգիական իմաստով։ Իհարկե եւ Հայաստանը այս հետագիծը ունեցավ նաեւ այն պատճառով, որ ժամանակին քաղաքական համակարգը չի կառուցվել այդ գաղափարական հենքի վրա։ Սակայն այսօր Հայաստանի համար գաղափարական պայքարը չէ խնդիրը, այսօր նշեցի Հայաստանի համար ներկայիս վարվող քաղաքականությունը ընդհատելն է։ Գաղափարական պայքարը պետք է հաջորդի դրան, այո, որովհետև ընդհատելով այդ քաղաքականությունը մենք պետք է վերականգնենք Հայաստանը եւ նաեւ արդիականացնենք քաղաքական համակարգը եւ այդտեղ արդեն գաղափարների մրցակցությունը շատ կարեւոր է, բայց այսօր այս պահին գաղափարների մրցակցության հարց չէ։ Հունիսի 7-ին այս քաղաքականությունը Հայաստանը ծայրահեղությունների մեջ խեղդող եւ այդպիսով ադրբեջանական նարատիվների ռազմավարական գերակայության ցանց գցած քաղաքականությունը ընդհատելու խնդիրն է։ Եվ այս խնդիրը պետք է լուծի Հայաստանի քաղաքացին, որպիսի բացի նաեւ արդեն քաղաքական գաղափարական պայքարի մրցակցության դաշտը։ Շատ լավ, ինչի համար է պայքարում այսօր Փաշինյանն ըստ ձեզ, իր գոյության համար, թե եւս մեկ անգամ վարչապետի աթոռը զբաղեցնելու համար։ Իր անվտանգության համար, որ տարբերակը բավարարի առավելագույնս իր անվտանգությանը, նա այդ տարբերակին ավելի կհակվի։ Դա կլինի իշխանությունը պահելու միջոցով, թե իշխանությունից հեռանալու միջոցով, սա արդեն կախված է իհարկե քաղաքական հետնաբեմում շատ նուրբ երանգներից եւ հանգամանքներից։ Լավ, ինչով է տարբերվում 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունները 2021 թվականին տեղի ունեցած արտահերթ պարլամենտական ընտրություններից, որովհետև նախորդ ժամանակ եւս ընդդիմությունն ասում էր, որ այստեղ մեր գոյության խնդիրն է, Արցախի լինել չլինելու հարցն է դրված սեղանին եւ տեսնում ենք, որ այո, այսօր Արցախը հայաթափված է եւ կարծում եմ, որ ժամանակավորապես է հայաթափված, համենայն դեպս այդ հույսը չպիտի կորցնենք։ Այս նրա տարբերությունն է կարեւոր հասկանալ։ Իմ գնահատմամբ 2021-ին առանցքային խնդիրը, այսպես օդում մթնոլորտում արկա նաև ոչ միայն քաղաքական գետնի վրա, առանցքային խնդիրը պատերազմական եւ Արցախի կեսից ավելի այդպես կորստի հետևանքով
շոկը կայունացնելն էր եւ այսպես կառավարելի որոշակի իրավիճակ ձևավորելը, որովհետեւ մենք կարողանայինք նաեւ որպես պետություն լուծել գոնե Արցախի մնացյալ մասը պահելու հարցը։ Բայց գործրեցինք նաեւ մնացյալը։ Եվ արտահերտ ընտրությունը զգալիորեն լուծեց այդ հարցը, տալով հնարավորություն լուծել այդ խնդիրը, Արցախի մնացյալ մասը գոնե պահելու խնդիրը։ Բայց մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը ինչպես 18-ից հետո բաց թողեց իր սխալների եւ նեղ պատկերացումների հետևանքով, բաց թողեց այդ մեծ հսկայական էներգետիկան դրական առումով կիրառելու պատեհությունը, պատմական պատեհությունը, նույն կերպ նա երկրորդ անգամ բաց թողեց արդեն նվազագույն իհարկե, արդեն հետևանքից բխած խնդիրը լուծելու, բայց այդ հնարավորությունը, այսինքն նա չօգտագործեց 2021-ի ընտրությունը Արցախը հայկական պահելու հարցը լուծելու համար, Արցախի այդ մնացած մասը հայկական պահելու հարցը լուծելու համար, եւ հիմա տեսնում ենք, որ պարզապես փորձում է այդ պատասխանատվությունը, իր այդ չօգտագործած հնարավորության պատասխանատվությունը գցել, չգիտեմ, էլի նախկինների վրա, Ռուսաստանի վրա եւ այլն։ Ինչ քաղաքական տեխնոլոգիաներ կիրառվեցին այս քարոզչության ընթացքում եւ ընդդիմության կողմից եւ իշխանության կողմից։ Ընդհանուր առմամբ իհարկե կարծես թե ավանդական, այսինքն մշտապես կիրառվող եւ նաեւ աշխարհում ընդհանրապես կիրառվող քարոզչական տեխնոլոգիաներ, հա։ Ճիշտ եմ հասկանում։ Թե մատուցման ձևերի իմաստով, այո, թե նաեւ ընդհանուր ասելիքի իմաստով, բայց նաեւ կրկնեմ, օրինակ ընդդիմադիր ուժերը շատ թիրախային աշխատեցին հասարակության հետ, այս դեպքում անկասկած, շատ հանգիստ, հետևողական, թիրախային, այսինքն ոչ թե մտան իշխանության հետ այդ թույլ տվեք ասել կոպիտ բառ չհնչի այդպես ռազմորկայի տրամաբանության պայքարի մեջ, այլ հասարակության հետ խոսելու, աշխատելու եւ կարծում եմ դա զգալիորեն տվեց էֆեկտ եւ նաեւ իշխանության վարքագիծը վկայում է հենց դրա մասին։ Մնացյալ առումներով իհարկե եղան որոշակի այսպես կրեատիվության փորձեր ավելի փոքր նվազ ռեսուրսներով ուժերի շրջանակում եւ այդ տեսանկյունից կարծում եմ առանձնապես մեծ տարբերություններով քարոզարշավ չէր, կրկնեմ առանցքայինը համարում եմ այն, որ ընդդիմության ուժերը փոխեցին տրամաբանությունը, ոչ թե ընդդիմություն իշխանություն հարաբերությունների կամ հաշիվների պարզաբանման վրա դրեցին շեշտը, որքան էլ իշխանությունը փորձեց նրանց տանել հենց այդ դաշտ, այլ շեշտը դրեցին հասարակության հետ խոսելու վրա։ Պարոն Բադալյան, եւ Հայաստանում դեռևս գործում է այդ փրկչի մոդել, այսինքն ժողովուրդը իր ձայնը այս դեպքում կտա քաղաքական ուժին, թե առաջնորդին երկրպագելով։ Չէ, դեռ իհարկե անկասկած է, որ ընտրական այսպես գլխավոր ուղենիշը անձերով է պայմանավորված, չեմ ասի բացարձակ հենց անձի անունը լսելով միայն փորձում են հասկանալ նաև անձը ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ է ասում եւ որքանով է իր ասածը համապատասխան իր, այսպես ասենք, ընդհանուր համակարգի եւ նկարագրի հետ, բայց անկասկած դեռ գլխավոր ուղենիշը անձերն են։ Սա աներկբա է եւ դրա մի վկայություն է նաեւ այն, որ օրինակ իշխանությունը վերջին պահին որոշեց օրենսդրական փոփոխություն անել եւ արգելել օրինակ Ուժեղ Հայաստան դաշինքին Սամվել Կարապետյանի անվանումով լինել քվեաթերթիկում։ Սա եւս մեկ վկայություն է, որ իհարկե անձերը շատ կարեւոր են եւ իշխանությունը հենց փորձեց ընդդիմության գլխավոր խաղացողին առնվազն անվան տրամաբանությամբ արգելել այդպես ներկայանալ հասարակությանը քվեաթերթիկում։ Պարոն Բադալյան, ես նոր հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ Հայաստանում սարսափելի ուրեմն ատելության մթնոլորտ է տիրում եւ հենց քաղաքական պատճառներով, հա։ Եթե հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր քվեն տա ընդդիմությանը եւ ձևավորվի նոր պարլամենտ, այ ընդդիմությունը ինչպես այդ ժամանակվա, հա, իշխանությունը ինչ մեթոդներ պիտի կիրառի, որ այս ատելության մթնոլորտը գնալով ցրվի։ Ես կարծում եմ, եթե իշխանությունը դնում է իր առաջ այդպիսի խնդիր, միանգամայն կարող է լուծել, ունի այդ ռեսուրսները, հենց միայն իշխանության կարգավիճակը բավարար է այդ խնդիրը լուծելու համար։ Իհարկե ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները շատ ավելի բազմազան են եւ թույլ տալիս են այսպես ջուր պղտորել, դա անկասկած, բայց կրկնեմ իշխանությունը երևույթ է եւ համակարգ, որը ցանկության դեպքում, եթե գիտակցում եւ պատկերացնում է այդ խնդիրը լուծելու անհրաժեշտությունը, ի վիճակի է լուծել այդ խնդիրը։ Վերջին հաշվով ինչն է պատճառը, որ մենք այս մթնոլորտում ենք, որովհետեւ այդ մթնոլորտը պահանջված է ներկայումս գործող իշխանության համար, որովհետեւ ներկայիս քաղաքական կառավարող ուժը հենց այդ մթնոլորտից է սնուցվում եւ իրենք են
նրբորեն, հմտորեն խթանել այդ մթնոլորտը։ Ես որ նշում եմ ծայրահեղությունների մեջ գծված Հայաստան, նաև դա նկատի ունեմ։ Պարոն Բադալյան, ի վերջո եւ Փաշինյանը, եւ ընդդիմությունը, հավաքական ընդդիմությունը կարողացան մեդիա դաշտը, այսպես կոչենք, իրենցով անել եւ լցնել այն գաղափարներով, որոնցով առաջնորդվում էին, հա։ Դե մեդիա դաշտը այդ առումով կարծում եմ բավական բազմազան էր, այսինքն ընդդիմադիր ուժերը իրենց այսպես ասենք, իրենց մոտեցումները ներկայացնող տիրույթը ունեին, իշխանությունը իրենը, այստեղ մի հանգամանք է ցավալի։ Ես կարծում եմ այդ բազմազանությունը ընդհանուր առմամբ նորմալ է։ Միշտ կարևոր է իհարկե թե ինչ մակարդակով եւ որակով է այդ ամենը արվում։ Եվ այստեղ է նաեւ որ էլի գալիս ենք այդ ծայրահեղությունների վտանգավորության, այդ ատելության մթնոլորտի խթանման, դրա քաղաքական պահանջարկի իշխանության մակարդակով պահանջարկի վտանգավորությանը։ Եվ այստեղ մի կարևորագույն հանգամանք կա, որը ցավոք սրտի շարունակում է Հայաստանի համար մնալ արդիական։ Դա այն է, որ հանրային հեռուստաընկերությունը, որը սնուցվում է հանրության հարկերով, անկախ հասարակության ներկայացուցիչների հարկատուների քաղաքական հայացքներից, վերածված է դե ֆակտո ոչ միայն իշխանական, այլ նույնիսկ կուսակցական լրատվամիջոցի։ Այդ խնդիրը եղել է Հայաստանում 2018-ից առաջ, բայց հիմա եթե դիտարկենք տրանսֆորմացիան ճակերտավոր իմաստով, առավել քան սրվել է 2021-ից հետո, 22-ից հետո։ Ձեր կոչը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրություններից առաջ որը կլինի։ Ես այդպես իհարկե չեմ ուզում այդ հավակնոտ հնչի, ես այդպես քաղաքացիներին կոչ անելու կարգավիճակում չեմ իհարկե, բայց անկասկած կուզեմ ասել, որ չափազանց կարևոր է գնալ ընտրության, չափազանց կարևոր է գնալ ընտրության եւ թույլ չտալ, որպեսզի Հայաստանում իշխանության հարցը վճռվի այլ տեղ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացու գլխում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես հարգելի հեռուստադիտողներ հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։ Շարունակեք դիտել Եվրամեդիա 24-ը։ Շնորհակալություն։